Ինչ արեց Աստված, երբ որ սիրեց մեզ, նա գնաց գործողության։ Աստվածաշնչում չի հանդիպում տեղ, որտեղ Աստված ասում է ես սիրում եմ ձեզ, բայց հանդիպում է տեղ, որտեղ Աստված ասում է ես սիրում եմ ձեզ գործողության գնալով։ Դա նրա մեծ զոհն էր, որ այսօր այդ մեծ ճանապարհ է մեր համար բացել։ Զոհը բնականաբար նրա միակ որդի Հիսուս Քրիստոսի խաչելությունն էր, զոհաբերությունն էր, որը որ շատ դաժան տևեց ամեն առումներով ֆիզիկական ցավի, թե հոգու ցավի, որովհետև Հիսուսը շատ մեծ խնդիրների առերեսվեց, բայց ինչ խնդիրներ էին, արդյոք այդ խնդիրները իրան կործանելու համար էին։ Նա հասկացել էր, որ խնդիրները նրան զարգացնելու ու բարձրացնելու համար են։ Երբ որ գրված է, երբ որ Քրիստոսը սկսեց քարոզել, նա 30 տարեկան էր։ Ուր էր մնացած 30 տարին, դրա մասին ոչ մեկ չգիտի։ Այսօր դա նույնիսկ պատմաբաններին է հետաքրքրում ու նրանք փորփրում են, չգիտեն որտեղից են փորփրում ու փորձում են գտնել տեղ, որտեղ Հիսուսը զարգացել է, բայց 30 տարում փաստացի ինքը զարգացել է, որովհետև գրված է, որ մանուկը աճում էր հոգով ու զորությամբ, լցվում էր իմաստությամբ։ Այդ 30 տարիները Հիսուսը օգտագործեց զորանալու իր անձը ամրացնելու համար։ Նա շատ իմաստուն էր հենց իր մանկությունից, որովհետև հասկացա, որ հենց այս պահը չի, որ ես ապրում եմ, հենց այս պահը չի վերջնական կյանքը, որովհետև վերջնական կյանքը դեռ առջևում է։ Նա 30 տարի պատրաստվեց ընդամենը 3 տարի գործելու համար։ Իսկ մենք շտապում ենք այսօր, մեզ թվում է, թե այսօր է մեր վերջին օրը ու ինչ անենք պիտի այսօր անենք։ Դրա համար ձախողվում ենք։ Աստված այդ իր զոհով վերջնական հանգուցալուծման չհասա, որովհետև դա ինչ որ ճանապարհ բացեց ու ինքը զոհով մեզ կանչեց իրեն երկրպագելու։ Իսկ այն ձևը, որը որ Աստված նախընտրում է իրան երկրպագելու, գրված է Հովհաննես Ավետարանի 4:23 խոսքում, որտեղ որ Հիսուսը խոսալով սամարացի կնոջ հետ հայտնում է, թե ժամանակը կգա եւ արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Մենք այսօր շատ ենք փնտրում ու ուզում ենք հասկանանք, թե որն է այդ հոգով ու ճշմարտությամբ երկրպագությունը, բայց չենք գտնում ու շարունակում ենք նույն ձև դες փնտրելով ապրել։ Ես նույնպես փնտրում եմ, հետաքրքիր էր, թե որն է հոգով ու ճշմարտությամբ երկրպագությունը։ Այդ այնա է, որ մենք Կիրակի օրերին գալիս ենք, լցվում ենք, երկրպագում ենք, մեր սիրտը խանդավառվում է, այնպես լացած գնում ենք տուն ու անցնում է մի քանի ժամ այդ ամեն ինչը կորում է։ Եթե այդ տենց լիներ, Հիսուսը կասեր, որ երկրպագեք Հորը սրտով ու խանդավառությամբ, բայց ինքը մեզ ուրիշ պատվեր է տալիս, որն է հոգով ու ճշմարտությամբ։ Երբ որ գալիս ենք Կիրակի երկրպագում ենք ու երկրպագության պահերից sense վառված ոգեշնչված ինչ որ տենց Աստվածաշնչյան տեղեր ենք ինտերնետներում գցում, մեզ թվաց թե այդ արդեն հոգով ու ճշմարտությամբ երկրպագությունն է, բայց հոգով ու ճշմարտությամբ երկրպագությունը մեր կյանքերն է, մեր գործերն է, մեր լռությունն է շատ ժամանակ, մենակ խոսալը չի։ Մեզ թվում է թե հոգով ու ճշմարտությամբ երկրպագուն անընդհատ քարոզում ու բերանը չի փակում, անընդհատ ավետարանում է։ Հիսուս Քրիստոսը մեզ կանչեց մեծ հանձնարարականի մեջ, որն է, որ գնացեք ու աշակերտեք ազգերը ու աշակերտ դարձրեք, քարոզեք նրանց, մկրտեք Սուրբ Հոգով եւ հավատացողների նշանները կհետևեն, բայց արի ու տես այսօր, որ լռությունը լինում է տեղեր, որ ավելի շատ է հոգով ու ճշմարտությամբ երկրպագություն տալիս Աստծուն։ Տեղեր կա, որ աղոթքներ ուղակի անալով ու դա նկատի չունենալով մենք անիմաստ շատախոսում ենք աղոթքի մեջ։ Երբ որ դու ինչ-որ բան աղոթում ես ու դա նկատի չունես քո սրտում, դա շատախոսել է, դա ոչ թե անիմաստ աղոթք, այլ շատախոսել է աղոթքի մեջ։ Հիսուսը մեզ զգուշացրեց աղոթքների մեջ չշատախոսելու մասին, բայց այսօրվա դրությամբ մեր աղոթքները մեր գործողությունների հետ, երբ որ չեն համապատասխանում, դա արդեն դառնում է սրտով երկրպագել, այլ ոչ թե հոգով ու ճշմարտությամբ։ Իհարկե սրտով երկրպագելուն ես չեմ ուզում ասել, որ պետք չի, որովհետև երբ որ մեր սրտում մենք զգում ենք խանդավառությունը ու այդ կրակը, երբ որ երկրպագում ենք, լինում է որ 1000-ից մեկը ինչ որ լինում է որ չի լինում է որ ճեղքում ենք նոր լինում է, ասես մեր սիրտը թեթևանում է, որովհետև մեր մտքերում դրված է, որ երբ որ մեր սիրտը զգում է, ուրեմն այդ ժամանակը Աստված ներկա ու այդ ժամանակը երկրպագությունը։ Բայց ինչ, եթե մեր կյանքերում մենք ունենք ու առերեսվում ենք ինչ-որ խնդիրների հետ ու այդտեղ ունենք ամենալավ հնարավորություն ցույց տալու Աստծուն, թե ինչքան ենք երկրպագում իրան։
Մեր լռությունը, ոնց որ ասեցի, ավելի պետքական տեղերում ավելի լավ կարա քարոզի։ Օրինակ, երբ որ դու ինչ-որ խնդրի մեջ ես ու դու ուզում ես sense ամբողջ հոգով տրտունջդ բարձրացնես, բայց լուր ես մնում, դա արդեն հոգով ու ճշմարտությամբ երկրպագություն է Աստծուն։ Որ ավելի պարզ լինի, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Խարոզի վերնագիրն է հենց հոգին ու ճշմարտությունը, որը որ պատվիրեց Աստված ու փնտրում է այդ ձևով իրան երկրպագողներին։ Ես կուզեմ վերջին օրերի հետ կապված մի վկայություն կարճ տամ։ Ես շատ կուզեի, որ իմ մասին չլիներ այս վկայությունը, բայց ես դրա հետ առերեսվեցի ու հենց այդ պահին հայտնություն ստացա դրանից։ Մի 10 օր առաջ, երբ որ ես իմ ծառայության տեղում էի, դիրքերում, դե գիտեք, որտեղ որ տղաներ են հավաքված մենակ, դժվար թե իրանց շուրթերից վարդեր դուրս գան։ Բնականաբար վատ արտահայտությունները շատ են։ Փառքասուն դրանք, որ չեն ազդում քո վրա, երբ որ դու մտքով զարգացած ես Աստծո խոսքի ու հոգու վրա։ Դրանք քո համար լինեն թե չլինեն, քո վրա չեն ազդում։ Երբ որ օրինակ հավաքված նստում շփվում ենք ու իրանց այդ բառապաշարով են անընդհատ մենակ այդ բառապաշարն է, բայց ես լուր իմ բառապաշարով եմ իրանց հետ ու չեմ փոխվում։ Տաներից մեկի հետ առանձնացանք ու արդեն գնում ենք սահման ծառայության, ճանապարհի ընթացքում որ քայլում ենք, ինքը խոսքով ասաց, որ ոնց է որ դու չես խառնվում քո այդ մեր ձևով մեր խոսակցություններին։ Մեզ էլ այդ ձևը ցույց տու։ Ոստեղ արդեն պատրաստ է, դու կարաս վերջ ավետարանես ու քարոզես։ Իսկ ինչ կլիներ, եթե նստած լինենք, իրանք խոսային, ու ես ասեի, դե մի խոսացեք, տես դե թարգեք, կեղտոտ է, այդ ձեր բառերը, ասում եք քրիստոնյա ենք, բայց տենց եք ձեզ պահում, բայց իրանք լսել են, չէ՞ դրա մասին։ Իրանք իրենց ամբողջ կյանքը դրա մասին լսել են։ Ես որ ասեմ, ինչ կփոխի։ Այսինքն հոգու ճշմարտության մեջ մշտապես կենալով մենք մեր մտքերում ժառանգում ենք երկնային իմաստություն ու հասկանում ենք, որ տեղեր կա, որ լռելը ավելի զորավոր քարոզելը, ավելի զորավոր երկրպագություն է։ Սա նրա մասին, թե ոնց լռելով դու կարաս քարոզես։ Իսկ լռելով ոնց կարաս երկրպագես Աստծուն քո կյանքով, դա քո լռելն է քո խնդիրների մասին։ Քո խնդիրները երբ որ գալիս են, դրանք չեն գալիս կործանելու։ Մենք չենք սիրում խնդիրներ։ Մենք սիրում ենք, որ մեզ ամեն ինչ լինում է հարմար, մենք սիրում ենք, որ ամեն ինչ մեր ուզածով է գնում, բայց ես մի հատ բան սովորեցի վերջին մի տարում, անընդհատ փորձելուց հետո հասկացա, որ երբ որ մեր ուզածն է մեր հետ լինում, մենք հետ ենք վարժվում Աստծուն երկրպագելուց։ Մի շատ լավ քարոզիչից sense խոսք է լսել, որտեղ որ ինքը ասում է, ինչքան շատ է քո ազատ ժամանակը, այնքան շատ ցանկասիրությունների ու գայթակղությունների կառերեսվես։ Այսինքն, եթե մեր շարքերում հիմա այստեղ կան մարդիկ, ովքեր որ նեղության, ճնշվածության, իրանց դուրը չի գալիս, իրանց ժամանակ, իրանց աշխատանքի տեղը, տանը իրանց դրությունը, իրանց կարգավիճակը, հենց իրանց դուր չեն գալիս, ուրեմն այդ ամենաիդեալական ու Աստծո համար ամենառեալ վայրն է, որտեղ մենք կերկրպագենք Աստծուն։ Նկատի ունեցեք, որ նեղությունից շատ արագ անցումը դեպի առատության ու լայնության մեջ մեզ հետ է վարժասում երկրպագությունից։ Մենք միշտ sense սխալ աղոթքներ ենք արել, որ Աստված դու ինձ այդ ու ես քեզ կերկրպագեմ։ Ու մի աղոթքը, որ շնորհակալություն դու արժանի ես, փառքի քեզ, մեզ թվում է թե դա երկրպագություն է։ Ուշադիր պետք է գտնվել մեր սրտին ու մեր սրտի փափագներին։ Աստվածաշունչը մեզ չի կանչում նորոգելու մեր սրտերը։ Ասում է ընդհակառակը, որ ուշադիր եղեք ձեր սրտերին, որովհետև դրանից է կյանքի ելքը։ Որովհետև շատ ժամանակ մեր սիրտը ոնց զգում է, մենք տենց էլ առաջնորդվում ենք։ Եղել է, չէ՞, բոլորիս հետ, որ առավոտյան արթնանում ենք ու մեր սիրտը մեր ստամոքսում զգում ենք անհանգստությունից։ Ես այստեղը գտա Աստվածաշունչում, որը որ կարդալով այդ իմ միտքը, իմ հոգին հանդարտության մեջ դրեց ուղղակի, որովհետև բանակում անցած տարի ես նեղության, մենակության ու միայնության մեջ խոսք էի փնտրում։ Ու այս խոսքը կարդալուց Սաղմոսներում հասկացա, որ Աստված տեղյակ է իմ խնդրի մասին։ Սաղմոսների 22-րդ գլխի 14-րդ խոսքը։ Խոսք, որտեղ որ Դավիթ թագավորն աղաղակում է ու ասում է, որ ես թափվեցի ջրի պես եւ բոլորին ոսկորները հյուծվեցին։ Սիրտս որովայնումս մոմի պես եղավ։ Երբ որ ես այս կարդացի, ես գտա ինձ այս խոսքի մեջ։ Ու շատ կարևոր է մեր նեղությունները, մեր թերությունները, թուլությունները, տկարությունները չծածկել թատրոնի տեսքով, որ թեև տկար եմ կերկրպագեմ, բայց չենք երկրպագում։ Խոսքերով չի,
Եթե դու մարդ ես, որ քեզ ցույց տա դու շատ աղոթելով կհասնես ինչ որ բանի, բայց գործերը չեն խոսում դրա մասին, ժամանակն է փոխելու մտածելակերպը, ժամանակն է հասկանալու, որ աղոթքը Աստծուց տրված մի հրաշալի իրական զենք է, որը որ մեզ օգնում է ճանապարհ բացել գնալու գործողության։ Այսինքն աղոթքը մեզ դրդում է գնալ գործողության։ Խնդիրները, որոնք որ գալիս են մեզ զորացնելու, մենք փախնում ենք դրանցից, որովհետև մեզ հարմար չի խնդիրը։ Մեզ հարմար չի մեր զգացողություններին ինքը հակառակը, որտեղ մեր սրտում մենք ուզում ենք ուղակի սենց ամբողջ օրը պարկած քրիստոնյաներ լինենք, որ ոչ մի մտածելու բան չունի, ինքը իր կոմֆորտի մեջ, ինքը իր ինտերնետով ավետարանը գցում է, բայց Աստված ես հասկացա վերջին մի տարում նույնպես, որ ավելի շահագրգռված է, որ մեր փրկությունը, մեր անձերը կերտեն ավելի կենտրոնացված ավելի ամուր, քան մենք անընդհատ քարոզենք։ Երբ որ մենք քարոզում ենք, բայց մենք ինքներս փրկված չենք, իրականում փրկված չենք, ու մեր միտքը զարգացած չի Աստծո հոգու ու ճշմարտության վրա, ուրեմն ժամանակն է շարժվելու Աստծո հոգով։ Իսկ Աստծո հոգին թելադրում է մեզ, որ մենք զարգանանք մեր մտքով հենց իր մեջ։ Եթե դու լինում է մեր հետ, որ մենք ինչ-որ բաներ քարոզում ենք ու մեր ներսում մեզ ինչ-որ անհարմար ենք զգում, եղել է, չէ՞, մեր հետ, որ քարոզում ենք ինչ-որ աշխարհիկ մեկին ու ամոթ ենք ներսից, ամաչում ենք։ Այդ նրա համար չի, որ մենք ամաչում ենք, որ մենք ուրիշ ենք, որ մենք մեղք չենք գործում։ Դա ավելի խորը բան է, որ ես գտա ու դրա վրա սկսեցի աշխատել։ Մենք քարոզում ենք բան, որը որ մենք չենք ապրում ու նկատի չունենք։ Այսինքն եղել է, երբ որ ես քարոզել եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան ու դրա մեջ ինչ ազատ եմ զգացել եմ, որ ես չեմ քարոզում, ես վկայում եմ իմ գործերը, բայց երբ որ ես քարոզում եմ ինչ-որ բան ու այդ բանում ես չկամ, ինձ շատ ամոթ եմ ներսից զգում ու կեղծավոր։ Ինքը չգիտի դրա մասին, բայց գիտի սրտեր քննողը դրա մասին։ Գրած Աստվածաշնչում, որ մեր մտքերը պետք է նորոգվեն, որ մենք քննենք Աստծո կամքը։ Մեր աղոթքների մակարդակն ու բովանդակությունը չպետք է լինեն, որ ամեն ինչ անի Աստված, իսկ մենք ուղակի աղոթենք։ Աղոթքը մի հատ հրաշալի բան է, որը որ մեր թթվածին աղոթքը։ Պատկերացրեք մենք այն հիվանդ մարդիկ, որ կան, որ հատուկ ապարատներով են շնչում, դա նրանց համար թթվածին է առանձին պարունակում արտադրում, իսկ աղոթքը մշտական մեր այդ թթվածին է։ Այս աշխարհում աշխարհը գնալով ավելի է չարանում, բայց մենք չպետք է աշխարհի հետ համահունչ գնանք։ Աշխարհի չարանալը մենակ իրար սպանելը չի։ Երբ որ աշխարհը ծույլ է դիմացին պատիվ տալու մեջ, դա չարանալ չի, ոնց եք մտածում։ Իհարկե դա չարանալ է։ Երբ որ աշխարհը ծուլանում է, ինքը իր անձը կերտի, ինքը իր անձը մաքրի, դա նույնպես չարություն է։ Բայց մեր շարքերում հանդիպում են երևույթներ, որ մենք ծուլանում ենք մեր անձերը նորոգելուց ու շարժվելով Աստծո պատվիրաններով։ Հռոմեացիների 12-րդ գլխում երկրորդ խոսքում Պողոսը սենց մի հրաշալի խոսք ասում, որտեղ ասում է. «Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ»։ Էլի խոսք, որտեղ որ սրտի մասին խոսք չկա։ Մեր սրտերը չեն կարա, մենք ինքներս մեր սրտերը չենք կարա նորոգենք։ Մենք կարանք մեր սրտի ցանկություններին հետևենք։ Մեր միտքը ու մեր սիրտը ամեն ժամանակ մարտի մեջ են իրար հետ։ Մեր սիրտը ուզում է 5 րոպե հետո չի ուզում։ Այսինքն լինում է լիքը եղել է, որ երբ որ պետքա փառաբանության ժամանակ բարձրանանք սկսենք, իմ սիրտը վառվել է։ 5 րոպե հետո կորել է այդ խանդավառությունը։ Հիմա ես չպետքա երկրպագեմ։ Հենց այդ է այն փուլը, որտեղ որ զարգացնելով մեր միտքը, մենք լրացնում ենք սրտի ցանկությունը ու հետևում ենք Աստծո հոգուն։ Աստծո հոգուն հետևելը գալիս է մտքով։ Զարգացնելով մեր միտքը, մեր մեջ զարգանում է երկրպագողի իսկական բնավորություն ուղղված դեպի Աստծուն։ Հոգով ու ճշմարտությամբ երկրպագությունը խոսում է նրա մասին, որ մենք ընկած մեր մտքերը մաքրում ենք, մեր մտքերը զորացնում ենք, որովհետև մեր մտքերում են ծնվում գաղափարները, մեր մտքերում են ծնվում մեր դիմացինին համարելը, մեր մտքերում են ծնվում մեր դիմացինին նկատելը, մեր մտքերում են ծնվում մեր վաղվա գործողությունները, բայց Աստծո սերը ամենաառաջինը խոսում է դիմացինին չնեղացնելու մեջ։ Ես հասկացա, թե որն է Աստծո սերը։ Ինչ է նշանակում սիրել մարդկանց։ Աստվածաշունչը պատվիրում է, չէ՞ սիրեք մարդկանց։
Այսինքն մենք այսքանը օրինակ այդտեղ նստած եք, ես ձեր բոլորի հանդեպ իմ սրտում պետք է հատուկ զգացմունք ունենամ, դա անհնար է ֆիզիկապես, անհնար է։ Դու քո սրտում զգացմունք կարաս ունես մեկի հանդեպ, ում դու առանձին ես, քո կողքի մարդու նկատմամբ մի խոսքով, բայց սիրելը դիմացին ես հայտնաբերեցի այնա, որ երբ որ դու որոշում ես, որ ինչ-որ մեկի հետ հեսա պիտի թարսվես ու հեսա որ վաղը գաթոտենա իր հալը, բայց չես կարող թարսվես, որովհետև հոգին ու ճշմարտությունը քեզ հետ են պահում սխալ վարք ու կանոնից։ Փոխելով մեր մտածելակերպը, փոխելով մեր միտքը, զարգացնելով մեր միտքը Աստծո խոսքի, Աստծո հոգու վրա, մենք այդ ժամանակ հոգով ու ճշմարտությամբ երկրպագում ենք Աստծուն։ Հրաժարվելը նրանից, որը որ մեզ փչացնում է, մենք հոգով ու ճշմարտությամբ երկրպագություն ենք մատուցում։ Փոխելով այն բնավորությունը, որը որ մեզ հետ է պահում, մենք հոգով ու ճշմարտությամբ երկրպագություն ենք մատուցում։ Ներելով մենք հոգով ու ճշմարտությամբ երկրպագություն ենք մատուցում։ Չնայելով մեր սրտի ուզածին, մեր հարմարանքին, տանելով մեր անձերը նեղության մեջ, որովհետև գիտենք, որ նեղության մեջ Աստված ներկա է, մենք հոգով ու ճշմարտությամբ երկրպագում ենք Աստծուն։ Մենք սիրում ենք, գիտեք ոնց, նայելով երևույթին հավատքով խոսքեր հռչակել, որ դու ինձ չես հաղթի, բայց նորից էլի գործերում թերանալ։ Ես էլի կուզեմ օրինակը բերեմ, 6 ամիս առաջ, երբ որ ես անցած առայցության, կար այդ երևույթը, որը որ ինձ դրթեց տրտնջալու Աստծո դեմ։ Տրտունջը ու բողոքը, տրտունջն ու բողոքը այն բաներն են, որոնք որ սև ամպեր են մեր գլխին կուտակում։ Իսրայել ժողովուրդը անապատում շարունակ տրտնջած, բայց ով գիտի թե այդ 40 տարիներից քանի տարի հետո նրանք կմտնեն խոստացված երկիր, երբ որ ոնց որ սկզբում խոսացինք լռությամբ երկրպագեին Աստծուն։ Աստված ուզում էր, որ նրանք անապատում գոռային ու երկրպագության երգեր երգեն։ Դա մեր շնորհակալությունն է, մեր ծառայությունն է, երկրպագության, բարեբանության երգերը մեր գոհունակությունն է դեպի Աստծուն ու շնորհակալությունն է, բայց լռությունը խնդիրների վրա ու բերանը փակ բալ, երբ որ դու ուզում ես տրտնջաս, դա երկրպագությունն է, արդեն իսկական երկրպագությունն է Աստծուն։ Պետք չի սահմանափակվել, որ ամբողջ շաբաթս վատա սպասեմ Կիրակի եկեղեցու օրը գա գնամ այդ օրը այնտեղ երկրպագեմ, բայց ամբողջ շաբաթ թերանում ենք երկրպագելու մեջ։ Խնդիրների ես անդրադառնամ այդ երևույթին, որ 6 ամիս առաջ դրան հանդիպում էի, տրտնջալով ես ինձ թուլացնում էի, տրտնջալով ես ինձ դանդաղացնում էի ավելի այդ գործի մեջ, ես ծուլանում էի, ես վատ էի տրամադրված, մեկը նայր հետ չէր ասի, որ ես մարդու մեջ հավատք կա։ Այդ իմ գլխին սև ամպեր էր կուտակում, ես երբ որ նայում էի, որ նորից այդ խնդիրը կա, բայց այդ խնդիրը նենց խնդիր է, որ դա չէր կարա վերանար։ Խնդիրներ ու հանգամանքներ կան, որտեղ որ ոչ թե պետքա աղոթենք, որ Աստված վերացնի դրանք, այլ աղոթենք, որ Աստված մեզ փոխի դրա մեջ։ Խնդիրների մեջ, երբ որ մենք զարգանում ենք, մենք կնկատենք, որ արդեն ոչ խնդիրների մեջ, այսինքն նեղությունից անցումը դեպի առատություն, մենք մաքուր ենք Աստծո առաջ։ Շատ ա եղել, երբ որ ես նեղությունից փառքով, պատվով անցել եմ դեպի առատություն, բայց առատության մեջ պարտվել եմ։ Դա ավելի դժվար է առատության մեջ Աստծուն երկրպագելը ու հարմարության մեջ ավելի շատ, քան առատության մեջ, հավատացեք, ավելի դժվար է երկրպագել Աստծուն, քան նեղության մեջ։ Այսինքն, երբ որ քայլում ես նեղության մեջ, մի աղոթի, որ Տեր ինձ հանի նեղություններից, իմ անձը կորցնում եմ, ես, չգիտեմ, վախենում ենք նեղություններից։ Բայց երբ որ մեր միտքը նորից զարգացնում ենք հոգու ճշմարտության վրա, մենք հասկանում ենք, որ մեր նեղությունները մեր փառքն է, պատիվն է մեր։ Մենք հասկանում ենք, որ մեր նեղությունները հավիտենական փրկության պատրաստվելու մեր հիմնական ճանապարհն է։ Ես չնայեցի հիմա այսօր, այս վերջին հերթափոխին, երբ որ գնացի, նույն խնդիրը արկա էր։ Լրիվ նույն խնդիրը, որը որ 6 ամիս առաջ էր։ Բայց դա ինչ եք կարծում, Աստված ինչի չվերացրեց, որովհետև Աստված արդեն ուզեցավ տեսնի ինձ խնդրի մեջ, ես ով եմ։ Ու խնդրի մեջ արդեն ես այդ հաղթած էի։ Երևույթներ կան, որ չպետք է նայենք դրանց ու խոսանք դրանց վրա, այլ պետք է ուղղակի առհամարել այդ երևույթները։ Այդ երևույթների մեջ փնտրել հոգին ու ճշմարտությունը, փնտրել մեր պահվածքը այդ խնդրի մեջ, թե ոնց պետք է մենք պահենք մեզ, դա ոչ թե կրկին գալիս է մեր սրտի զգացածից, այլ գալիս է մեր մտքի նորոգությունից։ Երբ որ միտքը նորոգվում Աստծո հոգու վրա, գործողությունները մեր խոսում են լրիվ Աստծուն երկրպագելու մասին։
Ես անցած տարի երբ որ ժամկետային ծառայության մեջ էի, ես շատ էի աղոթում, ժամանակը ծով էր, ես կարելի ասել ժամանակի միլիոնատեր էի, ու իմ ամեն ժամանակը գալիս էր մենակ մտածելուց, ոչ մի զբաղմունք չկար այնտեղ, ոչ մի, կար լիքը մտածելու, փոխվելու ժամանակ, ու ես մտածում էի, աղոթում էի, ու իմ սրտում միշտ ցանկանում էի, որ եկող տարի եկեղեցում սկսվի Սուրբ Երկյուղի արթնություն, որովհետև անցած տարի մենք երկյուղի մասին ենք խոսացել ու հասկացել ենք, որ երկյուղը մի բան է, որը մեզ մեղքից հետ է պահում, երկյուղը մի բան է, որ մեզ ժայռի պես հաստատուն է դարձնում։ Քամիները, որ գալիս են շատ ուժեղ, լինում է, որ ծառերը շպրտում պոկում են, բայց ժայռերին ոչ մի կերպ չեն կարա պոկեն։ Ժայռերը հիմք ունեն ու շատ ծանր են։ Երբ որ մենք ծանր ենք մեր մտքերում, մեր գործողություններում, Աստծո խոսքի հիման վրա, ծանրացած ենք, մեր անձերը ծանրացած են, կպած են գետնին, որովհետև մեր մեջ լցված է Աստծո խոսքը, այդ ժամանակ ոչ մի քամի որ գա, մեզ չի շարժի տեղից, այլ հակառակը, մենք կշահագրգռվենք ու ավելի կոգևորվենք, որ մեզ ավելի ծանրացնենք Աստծո խոսքով, որ մեզ ավելի լցնենք ու ավելի շատ հոգի ու ճշմարտություն փափագենք, ու այդ ժամանակ ինչ քամի ուզում ա որ գա, դու Աստծո հետ ավելի մտերմիկ ես դառնում, ավելի ես մտերմանում Աստծո հետ։ Երբ որ մարդիկ այսօր ուզում են նմանվեն Հիսուս Քրիստոսին, իրանց թվում է թե ժամերով աղոթքը մեզ կփոխի ու կդարձնի Հիսուս Քրիստոսի նման, բայց ո՞նց լինել Հիսուսի նման, բնականաբար անցնել խնդիրների մեջով, բնականաբար հալածվել, քանիսս ենք այսօր լուրջ հալածանք կրել, երևի քչերն են շատ լուրջ հալածանք կրել, մեր համար հալածանքը այսօր այն է, որ մենք մեր ուզած բանը չենք անում, ուրեմն վերջ, մենք հալածվում ենք, մեր ուզածը մեր ձեռներում չի, բայց հալածանքը ավելի խորը բան է, որը հուսով եմ մի օր կհանդիպենք դրան մենք, որովհետև հալածանքը չի պատահում ծուռ երկրպագուին, հալածանքը հանդիպում է հոգով ու ճշմարտությամբ երկրպագուին, իսկ եթե այդ երկրպագուն օրինակ Պողոսի պես պատրաստ անընդհատ ծեծուտի, պատրաստ անընդհատ անարգվի, ամբողջ քաղաքում իր մասին խոսան, որ ինքը չարի ծնունդ է, ես պատկերացնում իր մասին տես բաներ են խոսած, եթե մեր մտքերում մենք դրան պատրաստ ենք, ուրեմն Աստված վարձահատույց անես լինում։ Աստվածաշունչում շատ է խոսվում Աստծո մեզ վարձահատույց լինելու մասին։ Երբ որ մենք մտքով մանուկ ենք ու հասուն չենք, մենք պատկերացնում ենք, որ այդ վարձահատույցը բնականաբար նյութականն է։ Իհարկե, խնդիրներ կան, որտեղ որ մենք չպետք է գտնվենք, դա գալիս է մեր անձի մանուկ լինելուց, մեր մտքի մանկացած լինելուց, մենք երկար կմնանք այդ խնդրի մեջ, ոնց որ Իսրայելը երկար մնաց անապատում։ Ոնց որ ասացի, ինչ գիտենք Աստված երբ կհաներ, երբ որ իրանք հասուն ու լուր գտնվեին։ Նույնն էլ այս դեպքում է։ Երբ որ մենք երկրպագում ենք Աստծուն, թող մեր սրտի փափագը վարձքի լինի հոգևոր օրհնությունը, այսինքն հոգևոր բնավորությունները, աղոթել ամեն իրավիճակի վրա, բայց ինչ սпасել այդ աղոթքից, սпасել որ աղոթքը 2 վայրկյան հետո կփոխի ամեն ինչ, թե սпасել որ աղոթքը շարունակական աղոթքի մասին է խոսքը, ոչ թե միանգամյա մի քանի ժամյա աղոթքի մասին։ Աղոթքի կյանքը նա չի, որ 3 օր աղոթում ենք ինչ-որ բանի մասին ու մոռանում ենք։ Այդ ինչ-որ բանը լինում է, մոռանում ենք։ Աղոթքն է, որ ամեն օր ես այս վերջին 15 օրերի մեջ հասկացա, վերջին 15 օրերը մենք զանգում էի տուն ու մենք ամեն երեկո աղոթում ենք իմ ծառայություն գնալուց առաջ ու այդ իմ մեջ հավատացեք փոխում էր իմ վերաբերմունքը իմ ծառայության հանդեպ։ Ես անցած ամիս փետրվարին 30 օրվա արձակուրդ վերցրեցի այնտեղից։ Առաջին հայացքից լավ է, չէ, 30 օր արձակուրդ, հանգիստ, տանը, եկեղեցում, հեսա տեսեք ոնց ենք զորանում ու լցվում, բայց եղավ հարությունաստիճան հակառակը։ Ես հյուծված, հոգնած, տխուր, վատ տրամադրված գնացի ծառայության 15 օր առաջ։ Ինչի համար, որովհետև իմ մտքում ես հորինում էի սցենարներ, իմ սիրտը Սաղմոստի խոսքի համաձայն իմ որովայնում էր ընկնում, երբ որ ես ամեն անգամ քնիցս զարթնում ու այդ ինձ ավելի էր հյուծում, ավելի լիության առատության մեջ ես հոգնած գնացի նեղության վայրը։ Հասկանալով, որ ամեն ինչ լուրջ է ու ես կարամ պարտվեմ, հենց առաջի օրվանից ես ընտրեցի մի մարտավարություն, որը որ միշտ պետք է ախր լինի մեր մոտ։ Ուրիշ մարտավարություն չկա։ Դա աղոթքի մարտավարությունն է։ Ես մեկն եմ իմ բնավորությամբ եղել, որ աղոթքը ոչ թե անարգում էի, այլ աղոթքին ուրիշ նշանակություն էի տալիս։ Աղոթքը այսինքն այնպես բան է, որ մի աղոթեք, դե գործով արեք, էլի ամեն ինչ։ Երբ որ
աղոթում ես, ուղղակի խոսում ես Աստծուն, ավելի լավ չի գործողության գնաս։ Էսի իմ առաջվա միտքն էր, որ խոսում է նրա մասին, որ ոչ ուժով, ոչ զորությամբ, այլ Աստծո հոգով, բայց ես առաջնորդում եի ոչ Աստծո հոգով, այլ ուժով ու զորությամբ։ Դա ինձ գնալով ավելի էր հետ գցում։ Ես նկատում եմ, որ իմ բնավորությունը, իմ վարքագիծը դառնում է սրտին հետևող, այսինքն ոնց զգացի, տենց էլ կանեմ։ Ոնց հավես ունեցա, տենց էլ կառաջնորդվեմ։ Ու տենց ես շատ մարդկանց նեղացրել եմ անգամ։ Շատ մարդկանց անարգել, արհամարել, բայց ոնց որ նշեցինք ընթացքում Աստծուն սիրելը դա մարդկանց չնեղացնելն է։ Աստծո սիրը դա թույլ չի տալիս Աստծո հոգին, որ դու ինչ-որ մեկի դեմ տրամադրվես։ Այն տեղը, որտեղ ես մի տարի առաջ գտնվում եմ, նես տեղը, որ դու ինչ-որ մեկին ստիպված ես ատել, դու այնտեղ ստիպված ես ու կանչված ես ատելու։ Ես մի բան հասկացա, որ աշխարհը շատ արագ է դատելու ու ատելու մեջ։ Ու ինձ նույնպես այդ գայթակղությունը գալիս է, որ ես էլ իրանց շարքերին դարձվելով ատեմ, դատողություններ անեմ, կոմենտներ թողեմ, ինչ-որ մեկի արածը կոմենտել, ինչ-որ մեկի արածը մեկնաբանելը ուղղակի դա չի խոսում հոգու ճշմարտության երկրպագության մասին, դա լրիվ դրա հակառակ տարերքն է։ Աշխարհը շատ արագ է դատելու մեջ, բայց երբ որ հանկարծ ես տեսնում որ ինչ-որ մեկը շատ խոնարհ է իրան պահում, հասկացա մի բան, ես ինձ կողքից չեմ տեսել, բայց կողքից ուրիշներին տնելով հասկացա, որ խոնարհությունը մի բան է, որ բոլորին սազում է։ Այտենց մարդ չկա, որ խոնարհությունը իրան չի սազում։ Հատկապես մարդիկ, ովքեր որ ինչ որ դիրք ունեն աշխարհում, ու բայց այդքանի հանդարտ շարունակում են խոնարհ մնալ, հասարակ մնալ, Աստված իրանց ինչքան տեղ կա բարձրացնում, որովհետև Աստծո մոտ բարձրանալու տեղերը նա սահմանափակ են։ Մենք ենք, որ մեր սահմանափակումով ունենք տեղեր, որ այսքանին հասնեմ ու վերջ։ Խոնարհությունը նույնպես հոգու ճշմարտության երկրպագությունից է գալիս։ Այսինքն, երբ որ հանդիպում ենք խնդրի, չլացենք խնդրի առաջ։ Ուղղակի լուռ ու հանդարտ կենանք։ Մի ես վիդեո էի տեսել մի հատ, որտեղ որ ռուսական ինչ-որ քաղաքում, որտեղ որ կենթանիները չգիտեմ ոնց հելնում քաղաքով թափառում են, մի հատ փոքր երեխա դուրս էր եկել աղբը թափելու, մի մեծ 3 մետրանոց վագր իր դեմը դուրս եկավ։ Վիդեոյի մեջ երեխան խառնվում է իրար, բայց կանգնում նայում է վագրի աշկերին։ Ուղիղ 4 վայրկյան նայում է վագրի աշկերին, վագրը թողում գնում է։ Երեխան էլ հենց վագրը գնաց, վազելով մտավ հետ շենք, բայց ինչ կլիներ, եթե վագրը գար, երեխան սկսեր վազելը, բնականաբար կհարցակվեր թիրախի վրա։ Սատանային այդպես լռությամբ արհամարելը մեր մեջ զարգացնում է ու ամրացնում է երկրպագուի բնավորությունը։ Սատանան մեկը չի, ում դեմ պետք է աղոթել։ Այսինքն մենք մեր աղոթքներում քանդում ենք իր գործերը, մենք մեր աղոթքներում կործանում ենք Աստծո կներեք սատանայի գործերը։ Մեր աղոթքներում խոսում ենք իր գործերի դեմ, բայց մեր կյանքերով ապրում ենք ոնց որ մեզ հարմար է։ Այսինքն աղոթքի մեջ շատ խոսեցինք, բրծավ գնաց, անիմաստ ինչ որ բան արեցինք։ Իսկ ինչ եթե մենք մեր գործերով ենք քանդում սատանայի գործերը։ Երբ որ դու մեկն ես, որ ուզում ես երկրպագես, քարոզես մարդկանց, սկսի քեզ փոխելուց։ Ամեն մեկս մեր կյանքերում ունենք այն վայրը, որտեղ որ մեր անձի նորոգման ու մտքի նորոգման վայրն է։ Այս պահին իմ այդ վայրը իմ աշխատանքի տեղն է։ Սրանով ես ուզում եմ ձեզ ասել, որ խնդրում եմ գտեք ձեզ հենց հիմա ձեր կյանքում, որ իրավիճակում եք ու որ տեղում եք, որտեղ որ կարիք ունեք մտքի ու անձի զարգացման։ Մինչև չզարգանաք, այդտեղից դուրս չեք գալու։ Մինչև որ չփոխվեք, մինչև չդառնանք Աստծո հաճելի մեկը այդտեղ, մենք այդտեղից դուրս չենք գալու։ Կամ էլ շատ երկար կարող է դուրս գանք, բայց վնասված ու Աստծուց հեռացած։ Երբ որ դու առավոտները արթնանում ես ու զգում ես, որ անհանգիստ ես արթնացել, ուրեմն այդ օրվա քո անելիքը հոգով ու ճշմարտությամբ երկրպագությունն է։ Թե ոնց կպահես դու քեզ քո տանը, դա կխոսա հոգու ճշմարտության երկրպագության մասին։ Դիր ու քննի քո անձը։ Խիա Հռոմեացիների նամակում ասում, ես շարունակություն չկարդացի։ Հռոմեացիների 12:2-ի մեջ ես կարդացի մենակ եւ մի կերպարանվեք աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, շարունակություն կա, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Բայց մեզ թվում է, թե Աստված պիտի իր կամքը մեզ անընդհատ աղոթքով հայտնի, այսինքն մենք աղոթենք Աստված հայտնի, բայց ինչի՞ է Պողոս առաքյալը գրել, որ ձեր մտքերը զարգացրեք ու նորոգվեք, որ դուք քննեք Աստծո կամքը։
Մեր տներում, երբ որ մեր արկա խնդիրներում, մեր աշխատանքի վայրում, մեր տանը, մեր քայլվածքում ինչ որ մարդու ենք հանդիպելու ուտեղ ինչ որ լուրջ անելու բան կա, երբ որ միտքը զարգացած է աղոթքի վրա, դու երեք գիշերն աղոթել ես, այդ օրը տնից դուրս գալուց աղոթել ես, ուրեմն դու այդտեղ կվարվես Աստծո համեմատ, ու դա քո մեջ նորից կզարգացնի ու ամուր կհաստատի երկրպագուի բնավորությունը։ Այս ամեն ինչը վերջնանպատակ ունի իհարկե։ Մենք հանդիպելու ենք Աստծուն երկնքում ու իր այդ հավերժ ապրելու ենք։ Իսկ պարզ երեսով չլինենք Աստծո առաջ, որ մենք այս երկրի վրա իրան էլի երկրպագել ենք։ Մենք այս պահին չենք եկել ապրելու մեր հավեսի, մեր գործերի համար, որ ամեն ինչ վերջանա ու մենք գնանք երկինք նորընդեղ սկսենք երկրպագելը։ Երկնքում մենք կվաստակենք մեր իրական հանգիստը, հանգիստ, որը որ Աստված մեզ խոստացել է, բայց մենք հանգիստը փնտրում ու որոնում ենք այսօր երկրի վրա, ասեմ որ չենք գտնելու։ Ինչ որ պահի խոսքը գնում է ոչ թե հոգու հանգստության մասին, այլ ֆիզիկական հանգստության մասին։ Մեր մտքերը, մեր հոգիները պետք է ամեն ժամանակ ծանրաբեռնված լինեն Աստծո խոսքի վրա։ Ես երբ որ 15 օրը գնում եմ ծառայության վայրում, իմ միտքը զբաղված չի ուրիշ բաների վրա։ Միտքս անընդհատ Աստծո վրա է։ Ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որովհետև այդ ամեն ինչ ինձ օգնում է հանդարտ կենալ խնդիրների վրա։ Այդ ամեն ինչ ինձ օգնում է մաքուր մնալ Աստծո առաջ։ Մի շատ աղոթք կա, որ ես շատ եմ սիրում, այդ աղոթքը կոչվում է լռություն։ Այսինքն ոնց աղոթենք լռությամբ։ Երբ որ ինչ-որ պահի մենք որոշում ենք, որ աղոթենք, գնում նստում ենք սենյակում, մեր սիրելի երկրպագության երեքն ենք միացնում, բայց շատ ժամանակ ես կխրախուսեմ, որ ավելի լավ կլինի լռությամբ աղոթենք, ոչ թե առանց երգերի։ Դա էլի իր զորության կողմը ունի։ Նստել եմ սենյակում 5, 10, 20 րոպե, եղել եմ մի քանի ժամ, ամբողջ օրն այդ աղոթքը տևել։ Իմ ամբողջ օրը տևել է աղոթքը, դա մտածելն է Աստծո մեծության շուրջը։ Մտածելն է Հիսուս Քրիստոսի զոհի մասին։ Երբ որ մենք քննում ենք, թե Հիսուս Քրիստոսի զոհը ինչ էր ուզում տալ մեզ, զոհը ուղղակի մեր փրկությունը չէր։ Այսօր ես վստահ եմ, որ փրկվածների թիվը ամբողջ աշխարհում ավելի քիչ է, քան չփրկվածների թիվը։ Մենք կանչված ենք փրկության կանչելու, բայց երբ որ մեր անձերը նորոգված չեն, մենք չենք կարող կանչենք փրկության։ Փառք Աստծուն նրա համար, որ այս տարի հռչակված է զարթոնքի ու արթնության տարի, ոչ թե աշխարհում, այլ մեր մեջ։ Դա խոսում է նրա մասին, որ իրականում եկել է արթնության ժամանակը։ Այս տարի պետք է բռնել այդ արթնության ալիքը, զարթոնքի փափագը։ Զարթոնքի փափագի ամենակարևոր բաղադրիչներից մեկը, որի մասին որ ես այսօր խոսում եմ, հոգով ու ճշմարտության երկրպագությունն է Աստծուն։ Դա մեր մեջ հավիտենական արժեք է զարգացնում երկրի վրա։ Ուրախ ենք դառնում, ուրախ մարդիկ ենք դառնում։ Տխուր է այն մարդը, ոչ թե որ միշտ մռայլ է, այլ տխուր է այն մարդը, որ մեկ ուրախ է, մեկ չէ։ Ուրեմն նշանակում է այդ մարդու մեջ հաստատուն արժեք չկա երկնքից։ Նշանակում է որ մարդը իր սրտով է երկրպագում մենակ։ Սրտով երկրպագությունը, երբ որ մեր սրտում զգում ենք Աստծուն, դա Աստծո պարգևն է իր զգայուն ներկայությանը։ Ես երբ որ մի օր աղոթում էի տանը մենակ, մեր Աբովյանի տանը մենակ աղոթում էի, նենց ներկայություն եկա, որ ես վախեցա, որ հեսա ինձ ինչ-որ բան կլինի, ինչ-որ ուշքս կգնա, որովհետև այդ ներկայությունը ինձ վազացնում էր տան մեջով, ես թրվռում էի տան մեջ, ես վազում ու ինչքան ուժ ունեի ուղղակի գոռում էի, որովհետև իմ ներսում նենց վառվեց Աստծո հոգին, որ ես եթե չարտահայտեի, կարող վառվեի դրսից էլ։ Ու մեզ թվում է, թե հոգով ու ճշմարտությամբ երկրպագուն այդ մարդիկ են, բայց այդ պահին ով տեսավ ինձ, մենակ ես ու Աստված էինք իմ ծածուկում։ Իսկ լիության մեջ, երբ օրինակ այստեղ հավաքված ենք, այստեղ լինում են, հա, որ Աստված պարգևը տալիս է, օրհնում է մեզ ու մեծ պարգևս նկատի չունեմ Սուրբ Հոգու պարգև, նկատի ունեմ նվեր։ Նվերա մեզանում ու մենք հոգում սրտում խանդավառվում ենք Աստծով, ու այդ օրը մեր շատ լավ է անցնում։ Բայց ինչ եթե այդ օրը եկել ենք եկեղեցի խնդրով, առավոտյան արթնացել ենք Դավթի խոսքի համաձայն սիրտը մեր ստամոքսում ու տենցել եկել ենք եկեղեցի։ Եկեղեցին մեր վերջնանպատակը չի, այսինքն ամբողջ շաբաթ ապրելը մեր գործերով, մեր կյանքերով, մեր խնդիրներին ապավինելով, սպասում ենք Կիրակի եկեղեցի գալուն, որ Կիրակի մաքրվենք, բայց Կիրակի էլ չենք մաքրվի։ Եկեղեցին գիտեք ինչ տեղ է, ոնց որ պատկերացրեք, երբ
երբ որ պատերազմի ժամանակ արկեր ու ռումբեր են թափում ինչ որ պետության գլխին, այդ պետության քաղաքի բնակիչները մտնում են ապաստարաններ ու ուտեղ փրկություն կա, այդտեղ իրանք ապահով են զգում։ Եկեղեցին այսօր այդ վայրն է։ Ամեն մեկս մեր աշխատանքից ինչ որտեղ հոգնած խնդիրներով, ինչ որ մեր ընտանիքներից հոգնած խնդիրներով գալիս ենք եկեղեցի հանգստություն գտնելու, բայց եկեղեցում չի մենակ, որ մեր անձերը կնորոգվեն։ Եթե մեր մեջ կան մարդիկ, որ ունեն սպասում, խնդրում եմ ու աղոթում եմ ձեզ ձեր համար, որ այդ սպասումները մեր մեջ փոխվեն։ Ամեն մեկը հիմա ձեր մեջ պատասխանեք, որտեղ եք դուք, որտեղ որ դուք կարիք ունեք փոխվելու։ Ես իմ աշխատանքի վայրում ու ընտանիքում եմ։ Երկու տեղներ ես առաջնորդվում եմ սրտի զգացմունքներով։ Իմ սիրտ այդ օրը հավես ունի, ուրեմն ես հավես ունեմ, վերջ։ Իմ սիրտ այդ օրը հավես չունի, ես մենակ եմ, առանձին եմ, տրամադրված չեմ ոչ մի բանի։ Իսկ այդտեղ արդեն Աստված ներկա է։ Դա պատիվ չի Աստծուն բերում։ Այն ինչը որ Աստծուն պատիվ չի բերում, պետքա արագ փոխվի։ Արագ նկատի չունեմ մի օրում։ Պետքա արագ մեր մեջ գա որոշում այդ փոխելու։ Իսկ թե երբ կփոխվի, մեր գործերը, մեր աղոթքների հետ միաժամանակ կփոխեն այդ ամեն ինչը։ Պետք չի անհանգստանալ։ Պետք չի փորձել մեր սրտերում եղածով փոխել այդ ամեն ինչը, պետք չի մեր մտածելակերպով փոխել այդ ամեն ինչը, այլ պետքա, երբ որ ինչ-որ բանի առաջ ենք կանգնած ու ուզում ենք փոխել ու փոխվել, պետքա փոխել ինքներս ոչ թե մեզ, այլ փոխել մեր մտածելակերպը ի շահ Աստծո, ի օգուտ Աստծո խոսքի։ Իսկ Աստծո խոսքը մեր մեջ կգործի արդեն։ Աստված ոչ ամեն ինչ չի որ թողել է մեր վրա ու ամեն ինչ չի որ իր վրա է։ Շատ իմաստուն է պետք գտնվել, բայց երբ որ հիմա մարդ կա, որ հիմա լսում ասում է հոգնել եմ այդ խոսքերից, որ իմաստուն է պետք գտնվել, աղոթել է պետք, այդ ոնց են անում։ Ես էլ եմ այդ մարդ, որ հոգնել է այդ խոսքերից, հասկացանք աղոթում ենք իմաստություն, ուր է այդ իմաստությունը։ Բայց հասկացա, որ ճիշտ աղոթքը, որ Տեր ուզում եմ փոխվել ու մտածել քո խոսքի համաձայն, մեր մեջ կայծ է արթնացնում ու դա օգնում է մեզ մեր խնդիրներում, մեր իրավիճակներում վարվել մեր աղոթքների համեմատ։ Իսկ երբ որ մենք այդ իրավիճակներում աղոթքի վաստակած ուժով ու զորությամբ վարվում ենք աղոթքի համեմատ, մեր մեջ ձևավորվում է հոգով ու ճշմարտությամբ երկրպագուի բնավորություն։ Մենք ոչ մեկս մեր վաղվա օրը չգիտենք, ինչի ենք առերեսվելու։ Ու այսօրվա մեր որոշման մեջ, երբ որ մենք ընտրում ենք զարգանալ Աստծո խոսքի ու Աստծո հոգու ճշմարտության վրա, մեր վաղվա օրը ապահով է, որովհետև վաղը եթե առատություն գա, մենք ապահով ենք, մենք մեր Տեր Աստծով ենք ցնծում, այս ցնծությունն էլ մեր չի խանգարի։ Ինչ որ կողքից օրհնություն, օգնություն, փառք Աստծուն դրա համար։ Բայց երբ որ մենք տխուր մարդիկ ենք, որ հեսա ինչ որ օրհնության ենք սպասում, մենք շատ ողորմելի վիճակում ենք։ Երբ որ մենք մեր ամբողջ օրերը անցկացնում ենք տխրության, մռայլության մեջ ու հոգով սրտով սպասում ենք, որ հեսա ինչ որ օրհնող բան կգա, դա ողորմելի սպասում Աստծուց։ Մենք բոլորս մեր հոգու խորքի են խորքերում գիտենք իրավիճակներում, որում գտնվում ենք ճիշտ հանգուցալուծումը։ Բայց ճիշտ հանգուցալուծման մեջ թերանալով մենք մեր անձերը կեղտոտում ենք, մենք դանդաղում ենք, մենք ավելի հետ ենք վարժվում ու անպատիվ ենք վերաբերվում Աստծուն։ Այն ինչը որ Աստծուն պատվաբեր չի, պետքա մեր կյանքերում, ինչպես ասեցի, շատ արագ փոխվի։ Իսկ արագը ոչ թե մի օրվա փոխելն է, այլ արագ որոշման գալն է, թե ինչ է ուզում Աստված մեզ հայտնի կլինի մենակ հոգու ու ճշմարտության սարի վրա։ Հոգին ու ճշմարտություն դժվար բան չի։ Երբ որ կարդալով այս խոսքը, որ հայրը փնտրում է իրեն երկրպագողներին, խոսում է նրա մասին, թե ովքեր են այդ մարդիկ, որ այս երկրի վրա լուր են կենում ու չեն տրտնջում իրանց խնդիրների առաջ։ Աստված փնտրում է, թե ով կա այտենց, որ ինձ վստահում է, կա այդպես մեկը, ու այդպեսի մեկը արագ է Աստծո աչքը գտնում։ Երբ որ այդպեսի մեկը կա, որ Աստծուն երկրպագում է առանց բողոքելու խնդիրների վրա, լուր ու հանդարտ կենալով, այդպիսի մեկին Աստված, ոնց որ նշեցի, անսահմանափակ բարձրության է տանում։ Բայց եկեք չփափագենք նյութական ու մարդկային արժեքների օրհնությանը։ Ես կուզեմ էլի կարճ վկայեմ իմ ծառայության հետ կապված։ Մի ծառայության ձև կա, որը ես շատ սիրում էի, ինձ իմ հրամանատարը դրան նշանակել էր մի քանի ամիս առաջ, մի քանի օրով, ու իմ սիրտը, իմ միտքը, իմ ամբողջ ուժը ես ներդրեցի, որովհետև շատ սիրեցի ծառայության ձևը։ 3 օր հետո ինձ հանեցին այդ ծառայությունից ու տարան սահման։ Սահմանում ես առնչվում էի ցրտի հետ,
ցուրտը իմ ջանի վրա պիտի զգամ, անձրևը պիտի զգամ, ինչքան ուժ ունեմ, շոքը պիտի զգամ։ Դու խոնար զինվոր ես, դու պիտի զգաս այն ինչ որ այդ բան եղանակը թելադրում է քեզ։ Այս վերջին հերթափոխին որ գնացի, եղանակը նույն անմխիթար վատ եղանակն էր։ Միջարոց ես իմ քարոզի սկզբում որ ասացի, որ երևույթ կա 6 ամիս առաջ ես դրան ապավինում էի, իսկ այս վերջին անգամ ես դրան բան այդտեղ չի դնում, դա անձրևն էր։ Անձրևը իմ ծառայության մեջ ինձ պատկերացրեք այնքան գցեց 6 ամիս առաջ, որ ես տրտնջացի Աստծո դեմ, հետո որ հասկացա թե դա Աստծուն ինչքան է տխրացնում, ես իմ անձը չսիրեցի դրա պատճառով։ Բայց այս վերջին անգամ ես արդեն փորձ ունեի ու գիտեի ոնց պետք է ինձ պահեմ, երբ որ անձրևա ես պետք է հենց հիմա դուրս գամ սահման ծառայության։ Պիտի լուր լինեմ ու չբողոքեմ։ Դա հոգով ու ճշմարտությամբ երկրպագություն մատուցեց Աստծուն։ Ու Աստված իր սրտի համեմատ օրհնեց ինձ ու ինձ տարան այդ իմ ծառայությանը, որը ես սիրում էի։ Ու այդ ծառայության մեջ արդեն տիպիկ օրինակ թե նեղությունից ես անցա առատության։ Այն սահմանում ծառայության մեջ ես զգում էի ոնց Աստված հպվում ու նորոգում ինձ, ոնց եմ ես իմ մտքում զարգանում։ Աստված ուղղակի չէր հպվում նորոգում։ Իր բարեհաճությունը ինձ հպվելու ու նորոգվելու գալիս էր իմ աղոթքից ու իմ լուր կենալուց խնդիրների վրա։ Երբ որ ես այդ գաղտնիքը հասկացա, ես հասկացա, որ դա ամեն տեղ կիրառելով մենք կօրհնվենք ու կստանանք այն, ինչ որ իրականում մեզ պետք է։ Ու մեր սրտում մենք պետքա ցանկանանք բարի ցանկություններ, բարի բաներ։ Բարի չէր արդյոք այդ իմ ծառայությունը, որը որ ես ուզում էի։ Իհարկե բարի էր, բայց այս տարբերությունը միանգամից զգացի 4 տեղը, տակ տեղը նստելու ու սրտում լինելու տարբերությունը զգացի։ Ես հայտնություն առա նորից, որ Աստված օրհնում է վարձահատույց հալինում ովքեր որ հոգով ու ճշմարտությամբ երկրպագում են Աստծուն։ Ընդհանրապես իմ մի լռությունը օրհնեց ինձ։ Իմ բողոքը, փակելը բողոքի բերանը լռեցրեց ինձ։ Երբ որ ես արթնացա ու տեսա, որ անձրև է, ես պետք է դուրս գամ, հիշեցի ինձ 6 ամիս առաջ։ Ոնց անպատվեցի ես Աստծուն ուղակի։ Իմ բողոքը ակնհայտ էր, իմ բողոքը իմ կողքից առակիցներն էին տենում։ Պատկերացնում եք այդ ինչ ամոթ է, երբ որ դու հավատացյալ ես ու քո բողոքը, քո տրտնջացող շուրթերը բոլորը տենում են։ Դա առաջին հերթին ամոթ է քեզ ու անպատիվ Աստծուն։ Իսկ ինչ որ անպատիվ Աստծուն պետք է արագ փոխվի։ Անձրևը տենալուց ես հասկացա ոնց պետք է ինձ պահեմ։ Լուր մնացի, հոգով ու ճշմարտությամբ երկրպագություն բարձրացավ Աստծուն։ Իհարկե ուղղակի լռությունը չէ որ երկրպագեց։ Լռությունը բանալին էր իմ այդտեղ երկրպագելու, բայց աղոթքը արդեն բացված դուռն էր։ Դուռը բացեց Աստված աղոթքով։ Ես գիշերը գնացի, թրջվեցի էր միջև ոտից գլուխ ջուր եղավ, բայց ոչ մի բանի վրա չէր ազդում։ Ոնց որ ասացի, որ փոթորիկը գալիս է ժայռերը չի շարժում, անձրև եկավ ու ինձ չշարժեց, որովհետև ես սա ոչ թե խոսում է իմ բնավորության մասին, որ ես ուժեղ եմ, այլ խոսում է նրա մասին, որ ես հոգով ու ճշմարտությամբ երկրպագեցի, իսկ Աստված օրհնեց ամուր բնավորությամբ։ Աստված օրհնեց ու զարգացրեց իմ մեջ ամուր, անշարժ, հաստատուն բնավորություն, ու ես գիտեմ արդեն ինչ խնդիր որ գա, իմ պահվածքը ոնց պետք է լինի այդտեղ։ Իհարկե սա ինչ որտեղ որ լսեք, կարող ասեք, որ սա կատարելության կնիք է, այսինքն երբ որ մենք միշտ սենց ենք վարվում, մենք կատարյալ մարդիկ ենք լինում։ Ես պատկերացնում կլինեն տեղեր, որտեղ որ ես նորից կսայթակեմ, դրա համար մի քիչ տխրում եմ, որովհետև անհնար է չսայթակելը, բայց հնարավոր է պայքարել այդ սայթակումների դեմ։ Աստված շատ է գնահատում մեր պայքարը, մեր խնդիրների, այս արդեն խոսում եմ այն խնդիրների մասին, ավելի կոնկրետ մեղքերի մասին եմ խոսում։ Աստված շատ է գնահատում մեր մեղքը ատող սիրտը։ Աստված երբ որ տեսնում այդ մեղքը ատող ու չընդունող սիրտը, մեր մեջ ինքը արդեն իր առած սիրով կլցնի հոգի ու զորություն։ Այսինքն ոնց որ ինչ հանգուցալուծում ուզում ես արի, պետք է հասկանալ, որ հոգին ու ճշմարտությունը մեր կյանքերը փոխում է։ Մեր խնդիրները կարա փոխի ու կարա մեզ փոխի մեր խնդիրների մեջ։ Ես մոտենում եմ արդեն ավարտին ու շատ ուրախ եմ, որ խոսքը այսօրվա տևեց sense կարճ, որովհետև վերջի 2 անգամը մի դար խոսքեր տևել, ու կխնդրեմ փառաբանության թիմը գա, ամփոփմանը գալով ես ուզում եմ ու խնդրում, հորդորում եմ ձեզ, որ արագ մտնենք այս տարի զարթոնքի ու արթնության մեջ։ Զարթոնքի ու արթնության մեջ մտնելը ամեն շաբաթ տեղ աղոթելը դրա մասին էդ չի։
զարթոնքի մասին, որ մենք աղոթենք, որ Տերը արթնացրա մեզ, որ մենք մտնենք զարթոնքի մեջ, դա մեզ չի արթնացնելու, բայց աղոթքը, որ Տեր արթնացրա իմ մեջ հոգով ու ճշմարտությամբ երկրպագուի բնավորություն, կտանի ու կդրթի մեզ գործողությունների, որոնք որ մեր մեջ արթնություն կբերեն։ Իսկ թե ինչ օրհնություն կգա արթնությունից հետո, դա թող որոշի Աստված ու թող օրհնյալ լինի Աստծո կամքը։ Հիմա եկեք խոնարհությամբ ու հանդարտ սրտով հանգստանալով մեր խնդիրների վրա աղոթք բարձրացնենք Աստծուն, որ Աստված լսի ու բժշկի մեր միտքը, որ մեր մտքում մենք ամուր ու հաստատուն երկրպագենք, որ մեր սրտին մենք քիչ լսենք ու մեր սիրտը միշտ լռության մեջ պահենք։ Հայր իմ Աստված, մենք աղոթք ենք բարձրացնում քեզ։ Դու շատ զորավոր ու հավատարիմ Աստված ես։ Բառերը քիչ են ու ես ափսոսում եմ, որ չեմ կարողանում բառերով փոխանցեմ այն, ինչ որ ցույց ես տվել ինձ։ Ես դրա համար մեծ ափսոսանք եմ ապրում ու խնդրում եմ քեզ, որ ամեն մեկին այսօվա խոսքի հիման վրա շնորհես հոգով ու ճշմարտությամբ երկրպագության իրական ու հիմնական ձևը։ Թողնենք մեր մանկությունը, թողնենք մեր հարմարավետությունը, մեր վախերն ու մեր ցավերը ու երկրպագենք քեզ հոգով ու ճշմարտությունով։ Լուր կենանք տրտունջի սարի վրա, արագ փախնենք այդտեղից ու երկրպագենք քեզ, որ դու վարձահատույց լինես մեզ ամենամեծ փափագով, խաղաղությամբ, ուրախությամբ։ Մենք խաղաղություն ենք փափագում մեր խնդիրների վրա։ Մենք վախենում ենք շատ ժամանակ, մենք մարդիկ ենք ու մենք խոստովանելով մեր վախերն ու մեր թերությունները աղոթում ենք, որ դու փոխես մեր վախկոտ բնավորությունը ու մեզ ամուր ու հաստատուն կանգնացնես։ Երանի մեզ, եթե մի օր հանկարծ հալածվենք ավետարանիդ համար, բայց քանի դեռ մենք չենք հասել այդ կետին, մեր մեջ զարգացրա հավիտյան քեզ երկրպագուի բնավորություն, թե երգերով, թե բառերով, թե գործերով ու թե խոսքերով։ Խնդրում ենք քեզ, որ լսես մեր աղոթքը, ողորմես մեզ ու մեզ կանչես փոխվելու, մտքով նորոգվելու, սրտով նորոգվելու, քեզ երկրպագելու սարը, որովհետև այդտեղ մենք զարթոնքն ու արթնությունը կգտնենք։ Օրհնյալ է քո անունը, օրհնյալ է քո կամքը, դու կենդանի Աստված ես, դու արժանի ես, որ մենք փոխենք մեր հարմարավետ բնավորությունը, որ մենք արագ ոտքի կանգնենք, որ դու մեծարվես, այլ ոչ թե մենք։ Իսկ թե ոնց կօրհնվենք մենք, ինչ իրավիճակներում կլինենք մենք, ինչ խնդիրների կառերեսվենք, անապատի որ մասում կհայտնվենք ու ովքեր կլինենք, դու որոշի։ Քո օրհնված, քո օրհնյալ, փառավոր ու անբիծ կամքը թող որոշի, կամքդ որ բարձր է ամեն կամքերից, խորհուրդդ որ բարձր է երկրի վրա եղած բոլոր խորհուրդներից, ճանապարհներդ որ զորավոր են, ավելի ուղիղ են, ավելի մաքուր են, քան մեր ճանապարհները։ Այդ ճանապարհներում ու այդ կյանքերում Տեր, այդ իրավիճակներում, այդ տեղերում որոշի թե ով լինենք մենք, ում վրա մենք կարանք ազդենք։ Դու որոշի, իսկ մենք կատարենք։ Դու մեր վերակացուն ես, իսկ մենք քո ենթականերն ենք։ Դու մեր հայրն ես, իսկ մենք քո զավակներն ենք։ Դու մեր Տերն ես, իսկ մենք քո ծառաներն ենք։ Դու մեր մեծ ու մեր ավագ ընկերն ես, մեր անձնական Աստվածն ես, մեր փրկիչն ես։ Պուբլիկայում Տեր, հասարակական վայրերում շատության մեջ դու մեր Աստվածն ես, մեր պաշտպանն ես։ Ծածուկում դու մեր նեղորվա ընկերն ես, ու մենք խոստովանում ենք մեր սրտում եղած սերը քեզ ու շնորհակալ ենք, որ դու ընկածին բարձրացնում ես։ Ես տեսա, թե դու ոնց ինձ բարձրացրեցիր։ Ես տեսա, թե դու ոնց ինձ նեղությունից ու խնդիրներից կանչեցիր քեզ երկրպագուի բնավորություն դառնալու ճանապարհների մեջ։ Ու այսօր ստեղ կան մարդիկ, որ երազում են, որ քեզ երկրպագեն, բայց խնդիրները ու ցավերը չեն թողնում իրենց։ Իսկ հիմա ամենաիդեալական վայրն է Աստծուն երկրպագելու։ Ամենաիդեալական վայրն է դադարել լաց լինելը խնդիրների վրա։ Մեր մենակ միայն լացը թող կապված լինի Աստծո ներկայության հպումից։ Ցավերը մարդիկ կան, որ ցավերը արգելում են քեզ երկրպագել։ Դու քո մտքում որոշել ես, որ չես երկրպագել, որովհետև ցավում ես։ Բայց խնդրում եմ հենց հիմա քեզ ու խրախուսում եմ քեզ, որ ամենաիդեալական վայրն է երկրպագելու Աստծուն։ Աստված կվերացնի քո ցավերը։ Գիտեք ինչ, Աստված Հիսուս Քրիստոսը ասենց խոսք ունի, որտեղ որ ասում է, որ հանեք ձեր հոգսերը ձեր վրայից ու վերցրեք իմ լուծը, որը որ քաղցր է։ Մարդիկ կան, որ չգիտեն թե լուծը որն է ու նորից էլի տեղում են դոփում ու չգիտեն այդ որն է։
Ես հայտնաբերեցի, որ Աստծո լույսը շատ քաղցր է։ Հիսուսի լույսը կներեք։ Հիսուսը երկրի վրա կրում էր մի հատ մեծ լույս իր մտքում։ Այդ լույսն ու այդ տառապանքը Աստծո խոսքը կատարելն էր։ Այդ լույսը Աստծուն իր մտքում ունենալն էր։ Դա էր իր լույսը։ Արդյոք քաղցր լույս չի Աստծո խոսքի վրա մտածելը։ Արդյոք քաղցր ու թեթև լույս չի այն բեռը, որ մենք կրում ենք, թե հիմա ոնց հաճելի լինեմ Աստծուն։ Հիմա ինչը փոխեն, որ ավելի մտերիմ դառնամ Աստծո հետ։ Սատանան, երբ որ ուզում եք փախչի ու հանգիստ թողնի ձեզ, մի փախեք իրանից ձեր ուժով, այլ փախեք իրան հոգով ու ճշմարտությամբ երկրպագություն մատուցելով Աստծուն։ Փախեք իր ճանապարհներին հանգարց չհանդիպելու համար։ Դա սատանայից է, երբ որ դու բողոքելով ու տրտունջով ամպեր ես քո գլխին կուտակում, ու այդ ամպերը անդադ չարի անձրևներն են քո գլխին թափում։ Բայց Աստծուց է, երբ որ դու հոգով ու ճշմարտությամբ լուռ ու հանդարտ մաքուր կենալով երկրպագում ես Աստծուն, ու այդ ամպերը ցրում է Աստված։ Ու սատանան ինքն է քեզանից փախնում, որովհետև տենում է, որ իմաստ չկա քո այդ գործանելու։ Իմաստ չկա, ինքը փախնում է քեզանից։ Իսկ դու կվնասես իր գործերը։ Դադարի աղոթքով մենակ վնասել իր գործերը։ Քո աղոթքը չի, որ կփոխի իր գործերու ոճը ու իր ձևը։ Ինքը նստած քո աղոթքից չի վախենում իր դեմ։ Ինքը վախենում է այն աղոթքից, որ դու ուզում ես փոխես քո սիրտը ու քո միտքը, որ գործերով քանդես իր խորհուրդներն ու իր ճանապարհները։ Աղոթում ու խնդրում եմ, որ արթուն կենանք Աստծո մեջ։ Հիմա եկեք մեր վերջնական երկրպագության երգը բարձրացնենք ու մտածենք Աստծո խոսքի շուրջ, ձգտենք ու փափագենք փոխվելու ու ամեն ժամանակ նորոգվելու։ Կխնդրեմ ոտքի կանգնենք ու արժանի երկրպագության երգ մատուցենք Աստծուն, որին որ նա արժանի է։ Տեր քոնավոչ փառքը, պատիվը, զորությունը, մեծարանքը, ողջ երկրպագությունը։ Արդ Քրիստոսի սիրուց մեզ ով կբաժանի, տառապանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մահը, վտանգները, սուրը,
Ինչպես որ գրված է, ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք եւ որպես մորթվելու ոչխար համարվեցինք, որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս եւ ոչ գալիք բաները, ոչ բարձրությունը, ոչ խորությունները, ոչ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց Հիսուս Քրիստոսի մեջ։ Փառք եւ պատիվ մեր Տիրոջը, փառք մեր Տիրոջը, փառք Հիսուսին, փառք մեր Տիրոջը։ Ապրես բալես, Աստված օրհնի շատ։ Խոսքեր չունեմ ճիշտ ասած ավելացնելու, որովհետեւ ասվեց, ամեն բան ասվեց, Տեր օրհնի շատ տղես, փառք Աստծուն ճանապարհի համար, որ անցնում ես, փառք Աստծուն նեղությունների համար, որ անցնում ես, ամեն մեկիս նեղության համար, ու նեղության մեջ իրականում որոշումն է կարևոր, Պողոս առաքյալը որոշեց, ինչը կարա ինձ բաժանի Աստծո սիրուց, մահը, վտանգները, ինչը կարա ինձ բաժանի Աստծո սիրուց, ոչ մի բան, ոչինչ եւ ոչ ոք չի կարող բաժանել, սա որոշում է։ Անցնելով ճանապարհ, անցնելով նեղություններ, տառապանք, ինչպես որ գրված է կարդացի, ամեն օր մեզ սպանում են եւ մորթվելու տարվող ոչխարների պես ենք, բայց ես որոշում ունեմ, չեմ հանձնվելու։ Սա պիտի լինի ամեն մեկիս որոշումը։ Փառք Հիսուսին, փառք Աստծուն։ Ես կուզենամ իդ փոքր կարճ աղոթքել անենք, խոնարհեցնելով մեր գլուխները, եւս մեկ անգամ Աստծուն ասենք։ Կրկնի իմ հետևից խնդրում եմ ասա, Հայր իմ Աստված, այսօր իմ որոշումն է, որ ոչինչ չի կարող ինձ բաժանել քեզանից, ոչ մահը, ոչ կյանքը, ոչ նեղությունները, ոչ որևէ գալիք բան չի կարող բաժանել ինձ քո սիրուց։ Ես որոշել եմ, որ կգամ մինչև վերջ եւ այստեղ երկրի վրա կլինեմ հոգով եւ ճշմարտությամբ երկրպագու։ Փառք քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, թող որ սուրբ լինի քո անունը, քո արքայությունը գա, քո կամքը լինի, ինչպես որ երկնքում, այդպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր եւ մեզ ների մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաներին, եւ մեզ փորձության մի տանիր Տեր, հապա մեզ չարից ազատիր, քանի որ քոնն է փառքը, պատիվը, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Բարձի քո ձեռքը ես քեզ կօգնեմ եւ գնաս Տիրոջ խաղաղությամբ, չմոռանաս հաջորդ կիրակի ունենք հրաշալի հյուր, մեր լավ բարեկամ եկեղեցու լավ ընկեր Տոնոյան Արթուրն է, սպասումով եկ, բայց բարձի ձեռքդ ես քեզ կօգնեմ, Տեր օրհնի քեզ ու պահի քեզ, Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ, Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ։ Գնաս Տիրոջ խաղաղությամբ, եւս մեկ երգ էլ կվերցնենք, կպատվենք Տիրոջը։